Բարև ձեզ, տարեսկզբին Կալիֆորնիայում բռնկված հրդեհների հետևանքով ամբողջությամբ ավերվել է Փասադենայի Սահակ Մեսրոպ քրիստոնյա վարժարանը։ Թե ինչ ազդեցություն է սա ունեցել համայնքի կյանքի վրա եւ արդյոք հնարավոր է վարժարանը վերականգնել ապագայում, այդ մասին այսօր կզրուցեմ վարժարանի խորհրդի նախագահ Արլին Տիտանյանի հետ։ Thank you for joining us, Ms. Titanian. Տիկին Տիտանյան, շնորհակալ եմ, որ միացաք մեզ։ Սահակ Մեսրոպ քրիստոնյա վարժարանը ավելի քան 45 տարվա գործունեություն է ունեցել, նախքան կործանարար հրդեհների պատճառով ավերումը։ Ինչ ազդեցություն եւ հետևանքներ է սա ունեցել հայ համայնքի կյանքի վրա։ Tragedy had on the community. Thank you for the opportunity. It's a pleasure to be on this call with you. Շնորհակալ եմ այս հնարավորության համար, ինչպես նշեցիք, Սահակ Մեսրոպ հայ քրիստոնեական վարժարանը ավելի քան 45 տարի ծառայած է համայնքի հազարավոր ընտանիքներու եւ գրտած է հրաշալի առաջնորդներ մեր համայնքին համար։ Դժբախտաբար վարժարանը ամբողջովին այրած է հրդեհներու հետևանքով, սակայն բարեբախտաբար միայն շենքը ավերված է, այսինքն համայնքը եւ ընտանիքները դակավին ամուր կմնան։ Սահակ Մեսրոպ դպրոցը ընտանեկետրոն, աստվածասեր եւ հայրենասեր համայնք ունի, որ միասնական է այժմ արդեն գործելով այդ վայրի մեջ։ Still together, and we are still standing on another location. And were there any contributing factors? Կային այլ նպաստող գործոններ, որոնք պատճառ կարող էին դառնալ վարժարանի ամբողջական ավերման համար։ Որևէ քննություն անցկացվել է կամ կիրականացվի։ In the future. No, there has Ոչ, որևէ այն նշաններ չեն եղած, այն բարձրապես բնական աղետի հետևանք էր։ just a natural disaster. Were there any victims? Որևէ տեղեկություն ունեք ավերման հետևանքով տուժածներ եղել են, թե ոչ։ About this. Thankfully, no, there hasn't been any victims. Բարեբախտաբար ոչ, չեն եղած զոհեր կամ վիրավորյալներ։ Վարժարանի համալիրը փակ էր այդ ժամանակ Սուրբ Ծննդյան արձակուրդներու բերումով, եւ մենք երկարացկած էինք արձակուրդային օրերը ուժեղ կամիներու պատճառով։ Այնպես որ երբ հրդեհը սկսած է դպրոցի տարածքի մեջ ոչ ոք կգտնվեր եւ բարեբախտաբար զոհեր չեն եղած։ No victims on scene at Sahak Mesrop's building. And how many students and teachers? Քանի սովորող եւ ուսուցիչ է ունեցել վարժարանը եւ արդյոք այս պահին սովորողները հնարավորություն ունեն մեկ այլ վայրում շարունակելու ուսումը։ In other locations. Sahak Mesrop had about 190 students. Սահակ Մեսրոպ վարժարանը ուներ մոտ 190 աշակերտներ եւ մոտավորապես 30-35 աշխատակիցներ։ Բոլորն ալ տեղափոխված են այլ վայրեր։ Եվ մեզ իրականության մեջ ավելի շատ աշխատակիցներ պետք եղան այս կացության մեջ համայնքին ծառայելու համար։ Staff on board to continue to serve the community. And could you elaborate? Կարող եք մանրամասնել, թե ինչ վայրերում է շարունակվում աշխատանքը եւ ինչպես է համաձայնություն ձեռք բերվել այս հաստատություններում ուսումը կազմակերպելու համար։ Yes, the day of the fire, we got a call from AGBU Pasadena. Հրդեհներու առաջին օրը մենք հերացայնային զանգ ստացանք Հոպենտմենի Պասադինայի գրասենյակեն եւ անոնք մեզի առաջարկեցին իրենց Պասադինայի մեջ գործող գրասենյակի համալիրը։ Հոմ որոշ հարմար դասասենյակներ կային եւ մենք կրցանք տեղափոխել մեր դարական եւ միջին դպրոցները, բայց մենք նաեւ ստիպված եղանք ժամանակավորապես տեղափոխել որոշ դասարաններ հայավետարանական եկեղեցի։ Հիմա նաեւ կաշխատենք արտոնակիրը ստանալու համար, որովհետեւ նախագծարան Եւ այս երկու դասարանները տեղափոխենք ավելի մնայուն վայրը։ Go and transfer those two classrooms to another more permanent location. And are all students and teachers? Արդյոք բոլոր սովորողները եւ ուսուցիչները կարողանում են այցելել նշված վայրեր, թե սա եւս դժվարություններ է ստեղծում։ Some challenges. The teachers were able to Ուսուցիչները գրցանկալ համալիր հրդեհներ են քանի մոր, յետքև դպրոցը արդեն վերսկսավ իր աշխատանքը հունվարի կեսերուն։ opened up in mid-January for all the classrooms. And what's next, Ms. Titanian? Եվ ինչ է հաջորդելու այս ամենին Տիկին Տիտանյան, որքանով է իրատեսական նոր դպրոցի կառուցումը եւ ինչ տեղեկություն ունեք այս գործընթացի վերաբերյալ։ About this procedure. The board of Sahak Mesrop is tirelessly working Սահակ Մեսրոպ դպրոցի խորհուրդը կաշխատի այս հարցին շուրջ եւ հույս ունենք, որ կարելիության բարակային պիտի կարենանք նոր վայր տեղափոխվել, սակայն թե հստակ պատասխաններ չկան, գախյալ այն իրողութեն են, թե որքան արագ կառավարությունը հետամուտ պիտի ելա եւ պիտի սկսի գործընթացը կամ դպրոցը վերակառուցելու կամ այլ վայր տեղափոխելու համար։ done so we can rebuild or if need be relocate to another location. And however, considering the Չնայած կառուցման համար պահանջվող մեծ ծախսերին եւ այլ դժվարություններին, որևէ հույսեր ունեք կամ շանսեր տեսնում եք, որ կվերակառուցվի դպրոցն ապագայում։ in the future.
Yes, we are hoping that God will continue opening doors. Այո, հույսով ենք, որ Աստված նոր դռներ պիտի բանա մեր առջև եւ մենք երախտապարտ մեր համայնքին, որ միասնական մնաց։ Առաջին օրերեն ի վեր մենք շարունակ հերացայինային զանգեր կստանայինք համայնքի անդամներ են, հայկական բոլոր դպրոցներ են, գազագերբություններ են, եկեղեցիներ են, եւ մեզի հետ կապի մեջ էին նաեւ Սահակ Մեսրոպ դպրոցի շրջանավարտները եւ ներկայիս աշակերտները։ Աստուծո օրդությամբ ես հույս ունիմ, որ պիտի բարակառուցենք եւ ավելի զորավոր պիտի դառնանք եւ ասիկա պիտի ելահուսադրող օրինակ հայ համայնքին համար, որ երբ ողբերգությունը բադահի, մենք միասնական ենք եւ գրնանք միասին ավելի ամուր համայնք կազմել։ We can be a stronger community together. So considering that still there is no any other realistic Իհարկե, քանի դեռ այս պահին որևէ գործընթաց չի սկսվել դպրոցի կառուցման համար, այնուամենայնիվ ինչպես եք դուք եւ հայ համայնքը պատկերացնում եւ ուզում տեսնել դպրոցն ապագայում։ wants to see the future school. As we're praying, we are all Մենք աղոթենք եւ հույս ունենք տեսնել դպրոցը նույն վայրին մեջ։ Այն մեր դունը եղած է ավելի քան 45 տարի եւ բավական դժվար է թողել զայն, բայց միևնույն ադեն կան շարք միանամասնություններ, որոնք պետք է բարձրացնենք մեզի համար, որբեսի կարենանք նորը կառուցել։ Մենք կապի մեջ ենք կառավարության մարմիններու հետ տեսնելու համար, թե ինչպես կրնանք հարաճ շարժիլ, նաեւ կփապակենք Սահակ Մեսրոպ դպրոցի ուշադրության կենտրոնը բահել, որբեսի ցույց տանք այն խնդիրները, որոնց ընդմեջ են կանցնի այս կրոնական ոչ արևդրային հաստատությունը։ Կառավարության աջակցության համար բազում կրոնական ոչ արևդրային գազագերբություններ նկատի չեն առնվիր, եւ մենք աշխատենք կառավարության զանազամարմիններուն հետ պետականեն մինչեւ քաղաքային բարձրացնելու այս հարցերը։ Անոնք դակավին հստակ արձագանք չեն դար, քանի որ ասիկա նոր գացություն մնե Կալիֆոռնիա մեջ, բայց մենք հույս ունենք, որ այս ուշադրությունը եւ աջակցությունը պիտի օգնե մեզի ստանալու որոշ դրամամիջոցներ եւ որ ամենին կարեւորն է, կուզենք հասնել կառավարության ուշադրության եւ ցույց տալ, որ կարեւոր է մեզի աջակցելու գործընթացը արագացնել եւ վերակառուցել դպրոցը։ Իհարկե, մեզի համար շատ կարեւոր է վերակառուցել Սահակ Մեսրոպ դպրոցը այն նույն դեղին վրա, ուր մենք եղած ենք ավելի քան 45 տարի, որովհետեւ ունենալով կրոնական դպրոց եւ փոքրամասնություն այդ դպրոցի մեջ, ասիկա համայնքը եւս պիտի վերադարձնե Ալտանինա։ has been trying to do to bring the community back to where they used to be. And as I know, it has had Ինչպես գիտեմ, դպրոցը նաև մշակութային կարևոր դեր է ունեցել համայնքի կյանքում եւ բազմաթիվ միջոցառումներ կազմակերպել։ Կներկայացնեք, թե ինչ աշխատանք է կատարվել այս տարիների ընթացքում։ about this during these years. Yes, Sahak Mesrop has been one of the Այո, Սահակ Մեսրոպի եղած է Փասադինայի առաջին դպրոցներն մեկը, այսինքն առաջին հայկական դպրոցը Ալտանդինայի շրջանի մեջ։ Վաղ 1900-ականներն այստեղ ձևավորված հայ համայնքին համար այն մեծ նշանակություն ունեցած է։ Դպրոցը տարածած է Աստուծո սերը եւ հայկական հարուստ մշակույթը։ Մարդոց մեծ մասը այստեղ գճանչնա մեծ դպրոցին շնորհիվ, երբ ես սկսեմ, որ Սահակ Մեսրոպ դպրոցն եմ, անոնք ամիջապես կգիտնան, որ անաշխուժ է մշակույթով հարուստ հայկական դպրոց մնե։ Այս 45 տարիներուն ընթացքում մենք ներկայացուցած ենք հայկական մշակույթը, ընդգծելով մեր առավելությունները, միասնականությունը եւ սերը Ալտանդինայի մեջ։ for the community in the Altadena area for over 45 years. And recently you visited the school. Վերջերս ԱՄՆ կոնգրեսականի եւ այլ պաշտոնյաների հետ այցելել եք դպրոցի տարածք։ Ինչ մանրամասներ կհայտնեք այցելությունից եւ հանդիպումից եւ ինչով էր այն կարեւոր։ For now, it's been solely to raise attention. Այդ պահին ի վեր գտվի թե դպրոցի նկատմամբ ուշադրությունը կմեծնա, որպես կրոնական, ոչ արևդրային եւ փոքրամասնություն ներկայացնող դպրոց, մենք չենք կրնար որևէ մասնաբաժին ունենալ Կալիֆոռնիա հատկացվող դրամամիջոցներ են։ Անոնք պատրաստ են մեզի օգնել բանալու նախագծական հասարակությունը, ինչ որ սովորաբար ամիսներ կդեղե։ Հույս ունենք, անոնք առաջ կմեղեն գործընթացի եւ մենք կգարենանք հնարավորինս շուտ արտոնակիր ձեռք բերել նախագծարանի գործարկման համար։ Այս այցելության նպատակը գլխավորապես ուշադրություն հրավիրելն էր այն խնդիրներուն վրա, որոնք մենք կդիմակրավենք եւ արագացնել արտոնակիրը ստանալու գործընթացը։ And expediting the process of licensing and permitting. Եվ ինչ քայլեր է ձեռնարկում հայ համայնքը կամ դպրոցի խորհուրդը հավելյալ աջակցություն ստանալու համար։ Some additional and extra support. We're trying our best to be available. Մենք արավելակույնը գնենք, որբեսի դրամամիջոցներ գտնենք կամ դեղեկացված լինենք դրամաշնորհներու, փոխհատուցումներով վերաբերյալ եւ հասանելի դարձնենք որևէ աջակցություն մեզի համար։ Բազմաթիվ հայկական գազագերբություններ եւ նվիրատուններ կատարած են մեր դպրոցին համար եւ մենք կպահպանենք այս աջակցությունը կամ վերակառուցման կամ դեղափոխության հարցերուն համար։ Մենք այս տարի կպատրաստվենք նշել մեր 45-ամյակը, որ Փարիզ բուն իմաստով պիտի խորհրդանշե մոխիրներեն
բարձրանալը։ Հայ համայնքի բոլոր անդամները, գազագերբությունները, դպրոցները, ինչպես նաև ոչ հայկական գազագերբությունները հրավիրված են մեզ միանալու, ցույց տալու միասնականություն եւ մոխիրներ են միասին բարձրանալու մեզի հետ։ Unity and to rise from the ashes together. Ms. Titanyan, I'm sure that Տիկին Տիտանյան, վստահ եմ դուք այս օրերին նաև կապի մեջ եք դպրոցի աշակերտների ընտանիքների հետ։ Ինչպես են նրանք արձագանքել այս նոր իրավիճակին եւ ինչ զգացումներ ունեն դպրոցի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ About this new situation around the school. Unfortunately, 15 of our own families have lost their Դժբախտաբար 15 ընտանիքներ գործընծուցած են իրենց տուները եւ ասիկա մեծ մարդահրավերը եղած է որոշ երեխաներու եւ ընտանիքներու համար, քանի որ անոնք գործընծուցին եւ իրենց տունը եւ դպրոցը։ Բայց գրգին կնշեմ, որ Սահակ Մեսրոպ դպրոցը շատ յուրահատուկ համայնք ունի եւ մենք հույս ունենք, որ Աստված մեզի հետ է այս ընթացքին եւ մեզի գուղեկցի այս ամենուն ընդմեջ են անցնելու համար։ Հայ ընտանիքները աջակցած են իրարու այս ամբողջ ընթացքին։ Մենք երախտաբարդ ենք, որ հիմա կտեսնենք մեր աշակերտները վերադարձած իրենց դասարանները, իրենց ընկերներուն եւ ուսուցիչներուն հետ։ Մենք փորձած ենք զանոնք բնականոնյանքի վերադարձնել։ Անոնք պայքարած են մեզի հետ, միասին շատ բահեր ապրած ենք եւ զարմանալիորեն տեսանք, թե ինչպես գրնա Աստված նույնիսկ ավելի զորացնել մեր հավատքը եւ ընկերությունը այս գացության մեջ։ even strengthen our faith and our friendships and relationships together. Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք միացել էինք Փասադենա եւ ես զրուցում էի Սահակ Մեսրոպ քրիստոնյա վարժարանի խորհրդի նախագահ Արլին Տիտանյանի հետ։ Հաջողություն։